Այսօր անդրադառնալու ենք շատ պահանջված պլաստիկ վիրահատություններից մեկին։ Դա աբդոմինոպլաստիկան է, որովայնի առաջային պատի ձգումը։ Կանանց մոտ քաշի տատանումները, ինչպես նաև ծննդաբերությունը հանդիսանում են պրովոկացիոն գործոններ, որոնք բերում են որովայնի առաջային պատի դեֆորմացիայի կամ հավելյալ ճարպի կուտակման։ Սա հնարավոր է վերացնելուց հետո կինը հղիանա։ Կինը կարող է եւ ծննդաբերել եւ ունենալ որովայնի առաջային պատի էսթետիկ, գեղեցիկ տեսք։ Ցանկացած հարց, նույնիսկ առաջացած այդ կոպիտ սպին հնարավոր է շտկել։ Աբդոմինոպլաստիկան ունի հակացություններ։ Այս վիրահատության գնացող հիվանդների համար չկա կոնկրետ հակացություն։ Արդյոք աբդոմինոպլաստիկան նաև այդ հետծննդյան շրջանի սպիերն է վերացնում։ Երբ որ ձգվում է մաշկը եւ հեռացվում է այդ ավելցուկը, ձգվածությունից իրենք գրեթե դառնում են աննկատ։ Որքան է տևում աբդոմինոպլաստիկայի դեպքում վերականգնման շրջանը։ 2 օր ստացիոնարում անցկացնելուց, ցավազրկելուց հետո մարդը, որը գնում է տուն, այլևս ցավազրկող չի էլ օգտագործում։ Որ տարիքից մինչև որ տարիքը կարելի է աբդոմինոպլաստիկային դիմել։ Կարելի է դիմել ցանկացած տարիքում։ Եթե կա կարիքը, ուրեմն արեք, որովհետև արդյունքը իրոք հրաշք է։